Հիշում եք, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում էր 2000 թե 2001 թվականի, որ Ղարաբաղի հարցը լուծել ենք, այդպիսի հարց չկա։ Ինչ պարզվեց, լուծել էինք, թե չէինք լուծել։ Չէինք լուծել, արդյունքում կորցրեցինք Արցախ։ Այսօրվա իշխանությունները նույն սխալն են կրկնում, ասում են խաղաղությունը արդեն այսօր է, խաղաղությունը հաստատված է։ Ոչ, խաղաղությունը հաստատված չի, դրա հնարավորությունը կա, բայց կան նաև շատ մեծ ռիսկեր։ Հիմա եթե մենք իշխանությունները ասում են խաղաղությունը հաստատել ենք, իրենք խաբում են մեր հասարակությանը, այնպես ինչպես Քոչարյանն էր խաբում 2000 թվականին, եւ արդյունքը կարող է նույնքան ողբերգական լինել։ Որ այն ինչ որ հիմա կա, դա խաղաղություն չի, երբ որ Ադրբեջանը ասում է արևմտյան Ադրբեջան մեր տարածքին, ասում է այդտեղ հայկական պետություն չի եղել, չգիտեմ Սևանի Գյոքչայի եւ այլն։ Դա խաղաղություն չի, դա խաղաղության խոսույթ չի։ Եթե այդ խաղաղությունը իսկապես լիներ, եւ եթե Ադրբեջանը տրամադրված լիներ այդ խաղաղության, մյուս բոլոր հարցերը կլինեին ածանցյալ։ Ինչ խնդիր կա անկլավների։ Ինչ խնդիր կա ասել, որ եթե անկլավները տանք, որ մեր ճանապարհը փակելու են, ո՞նց են փակելու։ Ինչու պիտի իրենք մեր տարածքով գան դեպի իրենց անկլավը, մենք այդ տարածքով մեր ճանապարհներն, մեր բեռները չտեղափոխենք։ Հասկանալի է, չէ՞ որ այս հարցերը լուծում կունենային շատ հեշտ, մեկ օրվա մեջ, եթե իսկապես լիներ խաղաղություն։ Բայց խաղաղությունը որպես կանոն որևէ պետության պետք է լինում խաղաղություն հաստատել այն երկրների հետ, որտեղից իրենք վտանգ են զգում։ Այսինքն Թուրքիան, Ադրբեջանը Հայաստանից վտանգ չեն զգում։ Հայաստանի հետ խաղաղությունը դրա համար իրենց պետք չի։ Մեզ ավելի է պետք։